քաղաքական հետազոտությունների հիմնադրամի հետազոտությունները առաջում են նաև անվտանգային հիմնախնդիրների։ Այ հետաքրքիր է ձեր տեսակետը այդ անվտանգային ճգնաժամերի, ինչ որ առումով մեր երկրում, որոնք շատ հաճախ տեղի են ունենում եւ այդ անկայուն անվտանգային վիճակի կապը մշակույթի հետ։ Արդյոք այդ ամենը խոչընդոտում է մշակութային կյանքի զարգացմանը։ Շատ շնորհակալություն։ Ես նախ եւս մեկ անգամ ուզում եմ ողջունել սիրելի հյուրերին եւ շնորհակալություն, որ այսքան սպասել եք ու լսում եք մեզ։ Հուսամ ձեզ համար հետաքրքիր է, հատկապես վերջի շարքում նստած մեր տղաների, ովքեր երևի Խաչիկ գյուղից են, չէ՞։ Հիմա պետք է հասկանանք, թե ինչքանով են Խաչիկ գյուղի երիտասարդ տղաները հասկանում, որ իրենք բացի նրանից, որ պարզապես ծնվել են Խաչիկ գյուղում եւ ապրում են այստեղ, այլ նաև իրենք ինչպիսի մասնակցություն են ունենում մեր երկրի անվտանգությանը։ Ու առհասարակ պետք է հասկանանք, թե ինչով է պայմանավորված, որ օրինակ անվտանգային վիճակը ինչու է վատացել եւ եթե վատացումը տարածենք սահմանամերձ գյուղերի կամ սահմանամերձ բնակավայրերի վրա, ապա կտեսնենք, որ եթե 2020 թվականից առաջ մենք ունեինք X քանակի սահմանամերձ գյուղեր, ապա 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ են դարձել նաև Գեղարքունիքի մարզի որոշ հատվածների գյուղեր, նաև Սյունիքի մարզի բազմաթիվ գյուղեր, նույնիսկ Կապան քաղաքը, իսկ մենք 3 եւ այսօր առավոտյան Կապան քաղաքում ենք եւ այնտեղից շատ բարձ երևում էր Ադրբեջանի դիրքը եւ ադրբեջանական դրոշը։ Այս ամեն ինչը այն վերջի շարքում նստած երիտասարդները այստեղ ապրելով հուսամ գիտակցում են եւ իրենց մշակութային դաստիարակության, կրթական դաստիարակության ընթացքում վստահ եմ դա ինչ-որ մի կերպ իրենց փոխանցվում է։ Հիմա պետք է հասկանալ նաեւ այլ գյուղերում, այլ քաղաքներում, այլ տեղերում, որտեղ ուղիղ սահմանամերձության, ուղիղ թշնամու տեսնելու, թշնամու վտանգը զգալու խնդիրը չկա, նրանց դեպքում ինչպիսին է ընդհանուր առմամբ իրենց պատկերացումը եւ վերադառնալով սիրելի Արսեն Գրիգորյանի ասածին, միանշանակ իմ կարծիքով մշակութային անվտանգությունը եւ մշակութային քաղաքականությունը պիտի լինի ազգակենտրոն, ազգային հենքի վրա, ինքնության պահպանման հենքի վրա, որպեսզի վերջի շարքում նստած տղերքի իմանան, որ իրենք ոչ միայն ուղղակի քաղաքացի են, ոչ միայն ուղղակի երիտասարդ են, այլ իրենք այստեղ ապրելով նպաստում են թե անվտանգությանը, թե մշակութային անվտանգությանը, ու նաև հասկանան, որ իրենք այստեղ իհարկե կտրված են Երևանի կամ այլ քաղաքների մի շարք հնարավորություններից, բայց միևնույն ժամանակ հնարավորություն ունեն ինքնուրույն շատ բաներ ձևավորել նույն այդ ազգային եւ ինքնութենական օրակարգը, բայց ես եթե դեմ չեք մի քանի թվեր ասեմ, որը մեզ մոտ մասնագիտական է, ուրեմն Հայաստանում կա շուրջ 1380 դպրոց եւ ավելի քան 35%-ը գործում է գյուղերում, բայց այդ գյուղական դպրոցներում սովորում են աշակերտների ընդամենը 21%, այսինքն պատկերացնում եք գյուղերի դպրոցներում բնականաբար աշակերտները շատ քիչ են եւ Հայաստանի 954 գյուղական համայնքներից 141-ում, այսինքն 15%-ում հիմնական դպրոց չկա։ Եվ կան գյուղեր, որտեղ օրինակ շատ քիչ է բնակչությունը եւ երիտասարդները, աշակերտները ու նաեւ դասատուները այլ գյուղից են տեղափոխվում։ Հիմա այսինքն մենք հիմնական հանրակրթության խնդիրները լուծված չեն մեր երկրում, որ մնաց խոսենք իհարկե պետք է ու պարտավոր է խոսել նաեւ մշակութային կրթության մասին, ու նույնը վերաբերում նաեւ գյուղական կրթությանը։ Ուստի իմ հիմնական ասելիքը այն կլինի հատկապես երիտասարդներին, որ անպայման իրենց հողից կարճած լինեն, իրենց առօրյա ընթացքում ոչ միայն իրենց կրթությունով զբաղվեն, ոչ միայն պարզապես դասերն անեն, այլ նաև մշակույթը փորձեն սերտել, իսկ մեր հայկական մշակույթը, ազգային մշակույթը շատ հարուստ է եւ շատ լայն հնարավորություններ կա, պարոն Գրիգորյանից շնորհիվ մի շարք օրինակ քանդակագործության, մանրանկարչության, մի շարք այլ ուղղություններ կա, որտեղ ինքնադաստիարակելու լիքը հնարավորություններ կա, ու վստահ եմ նրանք այդ հնարավորություններից ինչ-որ մի օր պարոն Գրիգորյան կօգտվեն։ Այո, մենք նպատակ ունենք նաև
կներից նպատակ ունենք Խաչիկ գյուղում հիմնել նման կենտրոն եւ որևէ ոլորտ մենք ոչ գիտական մշակութային ժառանգության, դա խաչքարագործություն արդեն ծանոթացան գորգագործի հետ եւ կարծում եմ իրականացնենք եւ կլինի անվճար, ինչպես բոլոր համայնքներում ամբողջ Հայաստանում անվճար է սովորել մեր կենտրոններում, կարծում եմ լավ կլինի, չէ՞ որ Խաչիկում էլ բացենք, այո։ Շատ լավ, մի այսպիսի ամփոփող հարց, ամփոփենք այս կարևոր միտքը եւ խոսքը փոխանցենք Հասմիկին։ Ինձ հետաքրքիր է մեր բանախոսների կարծիքը այդ պահանջմունքների բուրգի վերաբերյալ, հա, նշվեց խոսքում, որ քանի դեռ կան լուրջ անվտանգային խնդիրներ եւ քանի դեռ օրինակ հանրակրթության կարևոր հարցերը լուծված չեն, արդյոք կարող ենք լրջորեն մտածել արվեստի եւ մշակույթի կրթության մասին, թե դա շատ է դժվարացնում այ արվեստի եւ մշակույթի հարցերը, թե դրանք կարող են զուգահեռ զարգանալ։ Մասել Ավրոս փորձեմ պատասխանել, ես կարծում եմ ոչ թե պիտի մտածենք կարող են զուգահեռ զարգանալ, այլ պիտի անենք այդպես, որ զուգահեռ զարգանա, քանի որ մենք շատ ենք լսել, որ դա մշակույթը զենք է, արվեստը զենք է, իսկ այդ ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում մշակույթը զենք է, կամ երբ որ ասում ենք օրինակ մեր ինքնությունը, իմ պատկերացմամբ մարդու ինքնությունը այն բոլոր անցքերն են, որ տեղի են ունեցել իր հետ, ընդ որում վաղ պատմության շրջանից, այսինքն ընդհանուր մարդկությունից ունես ինքնություն, գլոբալ մարդկությունից, ունես քո ազգային պատմությունից, մշակույթից ունես, քո տոհմից ունես, քո 7 պորտից ունես ինքնություն, այսպես ասած, եւ երբ որ մենք այդ ամբողջ պատմության մեջ այդ ամբողջը մենք ենք, այսինքն ես ամբողջ հայոց պատմությունն եմ, ոչ թե դրա մի մասնիկը, ես ամբողջ հայոց ինքնությունն եմ, ոչ թե դրա մի մասնիկը, եւ այն վատն էլ, որ եղել է մեր հետ, լավն էլ, որ եղել է հետ, փառավոր օրերն էլ, որ եղել են մեր հետ, դժվարությունների, նվաստացումների օրերն էլ, որ այդ ամբողջը ես եմ։ Հիմա այստեղ հարց է մնում, թե մենք ինչի վրա ենք շեշտը դնում, որ կնոպկեն ենք սխմում, որ ցավին ենք բզում, այդ որ այդ սարսս մեջքիդ վրա կա եւ դրանից էլ կախված մենք դառնում ենք, մեր գործողությունները դառնում են այնպիսին ինչպիսին են։ Եվ այդ իմաստով ես տենց եմ հասկանում մշակույթը զենքի արտահայտությունը։ Այսինքն թե դու գիտես պատմությունը եւ որ կետով պատմության վրա կաշխատես սերնդի կամ մարդու կամ համայնքի հետ, այդ ընդհանուր գիտակցության հետ, այդտենց էլ ինքը կդրսևորի վարք։ Եվ հիմա պետք է հասկանալ, երբ որ մենք ասում ենք հայկական ինքնության բանը, կարևորությունը, որ կետերն ենք վերցնում, եւ հենց այդտեղ դառնում է գործիքը, մշակույթը, հենց այդտեղ մշակույթը եւ պատմությունը դառնում են զենք։ Դե այդ ինչ նարատիվներով դու հաջորդ սերունդին կամ համայնքին կբերես գործողության, ու ինչ գործողություն կդառնա դա։